ես անձամբ գործի նյութերին չեմ տիրապետում եւ ձեր նման ինչ ինֆորմացիա ունեմ լրատվական միջոցներից գիտեմ եւ այն ինֆորմացիան որ կա այնտեղ որևէ հանցակազմ չկա, ակնհայտ է որ գործընթացը քաղաքական է եւ դա չի թաքցնում գործադիր իշխանության ղեկավարը իր բոլոր հայտարարություններով։ Հաստաբանները արդեն նշել են, որ ամբողջությամբ անհիմն է գործը եւ իրավական հիմքերը բացակայում են, հույս ունենք, որ մասնագիտական բարոյականությունը կգերակայի եւ կստանանք այնպիսի որոշում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեծը ազգայնացնելու գործընթաց է սկսվել, կառավարությունը սկսվել է արդեն ազգային ժողով են բերելու եւ այլն։ Արդյոք այս process-ը Սամվել Կարապետյանի շուրջ տեղավորվում է հենց հեծը ազգայնացնելու գործընթացի մեջ։ Դե ախր Ժորժ ջան, ինքներդ եք տեսնում, որ գործադիր իշխանության ղեկավարը ուղղակիորեն հետապնդում է սկսել եւ իրավական գործիքակազմը օգտագործում է այդ հետապնդման համար։ Եթե բիզնեսին է արդեն հայացքը ուղղել, դա նշանակում է, որ ինքը պետք է հասկանա, որ ներդրումային միջավայրը Հայաստանում չափազանց խոցելի է, եւ եթե հերթական ներդրումներով ստացած եւ կայացած կազմակերպությանն է թիրախավորել, մյուս բոլոր ներդրողները եւս պետք է հասկանան, որ քաղաքական իշխանությունը հնարավոր է վաղ թե ուշ նաև մոտենա իրենց բիզնեսներին։ Իսկ բիզնեսը եւ փողը շատ նուրբ գործիք է եւ քաղաքական իշխանությունները որ երրորդ անգամ որ մոտենում են բիզնեսին քաղաքական նկրտումներով, բնականաբար որ այդ երկրում բիզնեսը չի կարող զարգանալ։